Առաջին բանը, որ ուզում եմ ասել, շատ լավ է, որ այսպիսի հավաք է նախաձեռնվել։ Հա։ Եվ ես տեսնում եմ, որ բազմաթիվ այդ քաղաքականավորների առկայության դեպքում այսպիսի բողոքի ակցիա ասեմ կամ ինչ-որ ընդվզման լավ կլինի, որ շատանային այդ օջախները եւ իհարկե շատ լավ կլինի, որ համախմբվեն եւ դրա համար այն, որ հայտնի չի քաղբանտարկյալների թիվը այսօր, դա մեր մեղքն է։ Պետք է կարողանալ, իրոք եթե այդ ամեն ինչը հավաքվի, համատեղվի միտեղ, այդ պայքարը ավելի հուժկու կարող է լինել։ Ես Ավետիք Չալաբյանի հետ ծանոթ չեմ, մի անգամ հեռախոսով խոսեցինք, երբ որ ինքը կալանքից ազատ արձակվեց, եւ դրանից ավել իր հետ չեմ շփվել, եւ շատ պատահաբար 22 թվականներ, թե չգիտեմ, հայ երևի, երբ որ այդ գործը կար իր նկատմամբ հարուցված եւ կալանավորել են, ես ինչ որ պատառիկներ էի մամուլում կարդում, ու հետո տեսա, որ սարսափելի մի ուրեմն ապորինի, սա ապորինությամբ հարուցված քրեական գործ է եւ այդ կալանք ամեն ինչ ապորինի է եւ ամենաշատը որ ինձ ցնցել էր դա մոնտաժված ուրեմն այդ ձայնագրությունը հրապարակվել էր մի on-line հարթակում, որը այս իշխանության կառավարության աշխատակից Չախոյան, չգիտեմ անունը, եւ կարծեմ թե այդ կոչվում է մեդիապրես կամ մեդիանյուզ, չգիտեմ։ Ամենաշատ դա որ ապորինի գրանցված է, ինքը պետրեգիստրում չգրանցված է, այն ժամանակ այդպես էր, չգիտեմ մա գրանցել են, թե չէ, նույնիսկ ուրեմն եթե մենք մեր on-line հարթակները չգրանցենք, պատկերացնում եք ինչ կլիներ, բայց այդ մարդը դե այն ժամանակ ճիշտ ասած այսքան ապորինիությունը վերևում չէր, էլի, ասենք ինչ որ հասկանալի էր, որ դա էլ էր պատվեր Ավետիք Չալաբյանի նկատմամբ, բայց այդ աստիճանի ես շատ մեծ փորձ ունեմ նախկինների ժամանակ էլ էին այդ գործերը սարքվում եւ այլն, բայց ինձ որ ամբողջը լինի ապորինի, սա ուղղակի շատ ցնցող է, շատ մի խոսքով չկարողացան մինչև վերջ տանել իրենց ուրեմն այդ գործը, արդյունավետությունը, այդ գործի պարզ է, որ այդտենց պիտի լիներ, իսկ հիմա նորից կալանքի տակ պահել Ավետիք Չալաբյանը նշանակում է, որ ինքը այս իշխանությունների թիրախում է եւ այն գործունեությունը, որ նա ծավալում է եւ դա բացարձակապես ձեռնտու չի իշխանություններին եւ Ավետիք Չալաբյանին եւս փակել են մի մարդ պակաս լինելու համար, այդպես եմ հասկանում։ Ինչ վերաբերվում ընտրակաշառքների հետ կապված այդ նախընտրական հիստերիային քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, իրոք դա հիստերիա էր ու դա շատ նման էր քարոզչության, չնայած դեռ դատական ակտեր չկան կայացված, բայց գործեր կան, օրինակ Դավիթ Ղազենյանի, երբ որ այնքան պարզ է, որ դա ապորինի է իրենց ընտրակաշառքների, մենք տեսանք, թե ինչ խախտումներ նրանք արեցին, այսինքն ընտրակաշառքների թեման եւս քարոզչական մի բան էր, եւ մենք դա դատարաններում կտեսնենք, երբ որ դատական ակտերը կկայացվեն, հաստատ բոլոր ամեն ինչը պայթելու է։ Չգիտեմ ինչ ասեմ, մարդու իրավունքների մասին խոսել չեմ էլ ուզում, որտեվ սարսափելի վիճակ է, սարսափելի վիճակ։ Իշխանության ամենաբարձր ներկայացուցիչը խոսում է ապորինության մասին, ինքը զարմանում է, որ դա կարող է ապորինի լինել։ Օրինակ, այսօր աչքովս ընկավ, այս նոր ազգային ժողովի նախագահը ասում է, որ չեմ եթե Հովիկ Աբրահամյանի որդու մասին, եթե հայտ ասել են ինչ գործով են հարուցել, չպետք է մոտիվը հանրությանը ներկայացնեն, պատկերացնում եք, ու սա տգիտություն չի, սա ինքը շատ լավ գիտի, այսինքն իրենք սկսել են բաց նախաքննություն, իրենց ձեռնտու, այսինքն այդ մասով անեն, մի խոսքով շատ ուզում եմ, որ այս մեր հավաքները
արդյունք ունենան եւ Ավետիք Չալաբյանը շատ արագ ազատ արձակվի եւ ընդհանրապես մեր հանրությունը միավորվի եւ մենք կարողանանք ինչ որ բաների հասնել, մենք չենք կարող այս ապօրինության մեջ ապրել, դա ահավոր ճնշում է, չի կարող մեր երկիրը դա հայտնվել այսպիսի վիճակում, այսպիսի սարսափելի վիճակում, այնպիսի ապօրինություններ, որ մտքովդ չէր անցնի երբևիցե, ուզում եմ, որ հասնենք մենք այդ նպատակներին։